Ողջույն սիրելի հետևորդներ, երեկվա տեսանյութի շարունակությունն է, նույն օրն է, ժողովուրդը արդեն աշխատում են, չհասցրեց, երեկ ասեցի, չէ՞ որ հազիվ ընդմիջում է, ես ձեզ հետ զրուցեմ, խորիզն եմ պատրաստում, տնական յուղով, իմ հոտ է, յուղի իրոք արտակարգ է, առաջկաչափով եմ անում, որպես արդեն գիտեմ, ինչքան է էլի, ու միշտ հաջող է լինում, որ ներկայացնում եմ բաղադրատոմսերը ժամանակ չափերը գրում եմ, որ ամփորձ մարդիկ չափերով անեն, բայց արդեն որ 1000 տարի մենք պատրաստում ենք, բնականաբար արդեն էլ աչքաչափով լցրել եմ համարյա մեկ բաժակ շաքարավազ, 2 ճաշի թալավ, հավաձյուղ, բայց հալվածը չէ, մի քիչ պնդոտ է։ Բանց մաղելու էլ պետք է լցնեմ ալյուրը, որովհետև գրեթե թե տարբերություն խորիզի չեմ տեսել։ Ալյուր հետ կապված էլի։ Ալյուրն էլ մի մատից պակաս եմ լցնում։ Բաժակի մի մատ պակաս, քիչ էլի էլի։ Տեսնենք ինչպիսին է, ալյուրների տեսակ կա էլի, որ տարբերություն է տալիս, ձեռքով չեմ ուզում անել, ուզում եմ կրեմատիպ ստանա էլի, տեքստուրան, տեսնենք ոնց կստացվի, ես արագան եմ, ու արդեն խմորներն անեմ, հանել եմ սառնարան եմ դրել վերևը, երեկոյան պետք է անեի, բայց փաստորեն որոշեցի ուժամի չանել, այսօր առավոտ անել, բայց արդեն առավոտ չէ, համարյա կեսօր է, բայց ոչինչ կանեմ տակ-տակ, որ կարևն գործից կա, տակ-տակ է սիրում, իմ ուզած եղավ, շատ եմ խորիզանում, որ համով լինի, ու միշտ կասեմ, ու արդեն ասել եմ, որ իմ մամայի սիրած գաթան դա շատ խորիզն էր, հատկապես ես շերտավորները, որ մոդա ընկավ դրանով ենք անում, ասում են, մի քիչ խորիզ լցրու էլի, ես ինչ ես անում, թե բարձրանալու համար քիչ ենք, չէ լցնում, բայց արդեն շատ երկարուձիգ տարիներ, ես խորիզը շատ եմ անում, կբարձրանա ավելի լավ, չի բարձրանա, կարագով գնդերը էլի շատ համեղ են իրում, ուրեմն մի փոքր էլի ավելացնեմ ժողովուրդ ջան, և արդեն ստուգեմ, հենց այդ մի մատը նորից լցրեցի, հետո ձեռքով մի պակ ստուգեմ, ու արդեն այդպես էլ կանեմ, ձեռքով վերջնական անեմ, որովհետև պիտի ստուգեմ, միշտ այս խորիզը մենք էինք անում մամազ որ գաթա էր անում, դե իհարկե ոչ շերտավոր, մածունով գաթաներ էր անում, կլոր գաթաներ, խորիզը միշտ մենք էինք անում, ինձ թվում է արդեն, վայ, արդեն պատրաստ է, ես գաթայի նոր տարբերակով, հալվայի նման պատրաստում էի, այդ տեսանյութն կտեղադրեմ ես հոլովակի տակ, կարող եք նայել, նրանով շատ համեղ է լինում ավելի խորիզը, քան այսպես հունդ տարբերակով, այսպես սեղմում ենք, հետո հենց խփում ենք, փշրվում է, այսպես, ուրեմն պատրաստ է, վերջ պատրաստ է, արդեն խմորում բացեմ, ասեցի չէ, եկեմ հանել, օրվա կեսից շատ է մնացել, բայց ոչինչ, ինչ կլինի, խնդիր չի։
Շվարկը ճիշտ էլ դուրս է գալիս։ Շուտով ժամը 2-ն է։ Մինչև երկրորդ գունդն էլ դուրս կգա, արդեն կգա 2 եւ տակ կլինի հատկապես երկրորդը չնայած այլ է տակ, ասեմ ձեզ, որ գոհ եմ արդյունքից, քանի որ դե նշեցի, որ խմորները արդեն այդ գնդերը հանել էի վաղուց Արցախցիկից դրել սառնարան եւ պետք է խմորը շատ սառը լինի։ Գաղտնիքներից մեկն էլ դա է շերտավոր խմորը, որ լավ բարձրանա եւ այսպես այս անգամ շատ չկարմրացրեցի, թեպետ հիմա նայում եմ, տեսնում եմ էլի կարմրաթուշիկներ են, տակերն էլ լավ, այսպես մոտիկից էսա ցույց տամ, նայեք, հիացեք։ Դե մոտիկից տեսեք Ժորժ ջան, ինչքան սիրուն են բացվել, ինչքան լավն են։ Ասեք, այս անգամ շատ եմ կարմրացրել, թե ոչ, որովհետեւ միշտ ասում եք սպիտակ չես թողնում։ Սպիտակ մի տեսակ որ լինում է ինձ թվում է թե հում է։ Կարմիր եմ սիրում։ Ամեն դեպքում այս կտրվածքը իմ ստանդարտ կտրվածքն է, որը որ ես հավանում եմ, դեռ շատ երիտասարդ ժամանակ ինձ իմ հարևանուհին է սովորեցրել սա։ Մեկը մի գունդ այսպիսի կտրվածք եմ արել, մյուսն էլ ուրիշ։ Հիմա նա էլ դուրս կգա եւ արդեն կտեսնենք թե ինչքան լավ է ստացվել գաթաները։ Գրեք տեսնեմ ովքեր են տակ սիրում, ովքեր սառը։ Եվ միակ խմորեղենն է երևի եզակիներից, որ երևի թե չկա մարդ, որ չսիրի։ Կոնկրետ ես կրեմներով թխվածքներ չեմ սիրում, ինձ համար գաթան ավելի համեղ է թվում, քան ինչ-որ կրեմով այն ամենալավ տորցիկը։ Չնայած բացառություն կա, իմ թխած ուրեմն իրիսկայի մի տարբերակ, երկու տարբերակով եմ թխում, մի տարբերակը հենց չոր այդպես համեղ ստացվում է, կրեմն էլ հատուկ ձևով եմ պատրաստում, այ դա ուրիշ է։ Դա միակն է, որ կրեմով է, չնայած թույլ կրեմ է, որ ուտելուց հետո ուզում ես նորից ուտել։ Արդեն երկրորդն եմ հանում, հանեմ շարեմ ու տեսնենք թե ինչ է տեղի ունեցել, մեր ջոռոցում լավ են թխվել, թե վատ։ Ման կտրվածքով դեռ չի եղել, նույնիսկ խանութին ամենասուտի խմորը գնաց լինեմ ու չբարձրանամ։ Հիմա մոտիկից կտեսնեք, չնայած արդեն հեռվից էլ երևում է սիրուն վարդեր են եղել։ Ու գիտեք ինչ եմ արել, բոլորը դնեմ ստեղ։ Եզրերից որ մի փոքր կտրել եմ, այս էլ կլոր գաթա եմ արել։ Դնեմ ստեղ տեղ չկա այս մեկի մեջ։ Մեջ էլի մի փոքր որ կողքից տապվել է խորիզը, չնայած դե չի թափում այս խորիզը, որ մի քիչ լավ ես անում։ Ու այսպես համով կլոր փոքրիկ գաթա։ Դե տեսեք Ժորժ ջան, ահա, հələ նայեք։ Հələ տեսեք ինչ ընտիր են բարձրացել։ Խորիզն էլ շատ։ Եթե դե սրանից շատ եք ուզում որ բարձրանա, արդեն ասեցի, այս էլ կլոր գաթան։ Ես սա կամ տեսեմ, տակ է հելը որ ները ինչքան շատ են, բայց խորիզոտ է։ Եթե խորիզը քիչ է, ավելի շատ է։ Ինձ թվում է կհավանեք, հələ այս մեկին բա։ Նայեք, տեսեք, ինչ նախշուններ են։ Նախշուն գաթա։ Համոզված եմ, որ լավ մոտիվացիա տվեցի ձեզ։ Այսօր ընտանիք ենք վերադարձել եւ համեղ բաներ ենք պատրաստում։ Ոնց չուտես, ոնց, չէ, ձևի արտահայտություն կա։ Արտակարգ է, արտակարգ, առաջի գնդի են եզրի մասն եմ ուտում, որ փոքր լինի, բայց համ տեսան եմ, որ հստակ ասեմ, որ արտակարգ է, սենց խորիզ չկա, տնական յուղով խորիզ, կարակով ուրիշ է, կարակով կարող է մի քիչ թեթև լինի, բայց սա անմահական։ Ասեցի չէ, որ այսօր ընտանիք եմ վերադարձել, տեղին գործ եմ անում, հիմա ամաները լվան վերջացնեմ ու արդեն անցնեմ օրվա ուտեստ պատրաստելուն, տնարար գործեր ենք անում այսօր, որովհետև միշտ չէ, որ դուրս են գալիս ման գալու, չնայած էլի դուրս եմ գալու, կիմանաք թե ուր եմ գնալու։ Դու երկու տար, դու հասարակ մի դերանուն, և ընդամենն այդ քո երկու հատիկ տառով այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում։ Դու երկու տառ, ու ես գարնան հողի նման քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում։ Դու երկու տառ,
Եվ ահա ես երջանկության համն եմ զգում իմ բերանում, անջատումին եմ բերանում, և թերանում եմ կատարել հրամանը տառապանքի, դու երկու տառ, ու ես անգին ինձանից ինքս վերանում, փոշիացած հերոսների ու ծնվելիք հանճարների դասակին եմ ընկերանում, դու երկու տառ, ու երբ հանկարծ թողնում ես ինձ ու հեռանում, լքված տան պես ճեղք եմ տալիս, ծեփս թափում անտերանում, և կսկիծը ցեցի նման բույն է դնում իմ սյունի մեջ, ձեղունի մեջ ու գերանում, դու երկու տառ, դու հասարակ մի դերանուն, քո աչքերի պատճառով իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում, քո մատների պատճառով իմ մատները լույս են ուզում խմորել, քո թևերի, բաց թևերի, մերկ թևերի պատճառով իմ աչքերին ջրվեժներ են երևում, քո ծիծաղի պատճառով իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել, քո քայլվածքի պատճառով լսողությամբ սահմանապահ եմ դարձել, քեզ այս ձևով ունենալու չունենալու պատճառով կորցրել եմ ունեցածս հպարտությունս հաղթողի, ես ատում եմ քո անունը, ինչպես որ դու քեզ փայփայած իմ ձեռքերն ես ատում գուցե, ես ատում եմ քո անունը, որ խրվել է իմ լեզվի մեջ փշատենու փշի նման, և դու ինչու ինձ չես հարցնում, թե քո անունն ինչ գույն ունի, ես ատում եմ և այդ գույնը, եթե աղջիկ ես ունենամ, նա կկոչվի քո անունով, ես ատում եմ քո անունը, Սիրելի հետևորդներ, կարծում եմ կռահեցիք, թե ով էր հեղինակը, իհարկե, անկրկնելի Պարուր Սևակի բանաստեղծություններն արտասանեցի, հիմա թոնն եմ պատրաստում, լավ կլինի կաշին հանենք, ենք պատրաստում էլի, թե ինչպես են ֆրանսիացիները պատրաստում, ես ձեզ ցույց կտամ, թոնը ես մուգ գույնի ձուկն է, էլի, որքան գիտեմ, որ ձուկն է, կարող եք ասել, եթե ես սխալվում եմ, ավելի շատ մսոտ է, էլի, դրա համար ենք ստեյք պատրաստում, իրենք հենց այդպես ստեյքներ են պատրաստում, այդպես են ասում, այս ձևի առանց կաշվից ստացվում է, ես կարող եմ այս ոսկորը անել սենց մասերի բաժանել, բայց քանի որ փոքր կտոր է, նորից եմ շեշտում, միայն կաշին կհեռացնեմ ու այդ ձևով արդեն կպատրաստեմ, մեզ պետք չէ, արդեն ձեռնոցներս պետք չեն, չենք անում, աղ ենք անում, երկու կողմերից էլ կարող եք անել, ես սկզբում մի կողմից անեմ, հետո շրջեմ, հոտ չի գալի ձնկան են տհաճ հոտեր բաներ, ովքեր ձուկ չեն սիրում, նրանց է խոսքս ուղղվում, հոտ չի գալիս, մի փոքր, եթե կծու եք սիրում շատ, ես չէ, մի փոքր սև պղպեղ ենք անում, և արդեն կարմիր, այս էլ նույնը, կծվի սիրահարներ կարող եք կծու անել, հիմա արդեն ձիթապտղի յուղի մեջ, լավ տաքացած յուղի մեջ, երկու կողմից պետք է մի լավ տապակենք, դե հիմի տեսեք ինչ եմ անում, այս դեպքում ենք, շատ ծակ սավայներ,
Եվ էսնոքա։ Երկու րոպե թողնում եմ մի կողմը, հետո մյուս կողմը։ Այս իրանից է գույնը, տեղ չի։ Ջոջոն։ Խոշոր լվանա։ Ամենաշատ պահանջված ձկներից մեկը դա թունաձուկն է, դե ես սովոր եմ թոն եմ միշտ ասում, եւ այստեղ Ֆրանսիայում կա նաեւ պահածոյացված տարբերակը, որ ես անցած անգամ պատրաստել էի աղցան։ Թունան ավելի հարուստ է սպիտակուցներով եւ շատ առողջարար է, չնայած ինքը մի քիչ չոր ձուկ է, այդ իսկ պատճառով նման տարբերակով են պատրաստում։ Սա ստանդարտ տեսակն է եւ հիմնականում պահածոյացված տեսակներն են։ Լինում է նաեւ յուղի մեջ, լինում է նաեւ տոմատի մեջ։ Ես արդեն երկու կողմից տապակեցի, նշեցի, որ 2 րոպե, շատ չենք տապակում, 2 րոպեից հետո արդեն վերցնում եմ, դնում եմ, որպեսզի հովանա մի փոքր, որից հետո արդեն էլի ձիթապտղի յուղ եմ լցնում թավայի մեջ, մի գլուխ սող տապակում եմ այսպես եւ 1-ից 2 պճեղ սխտոր։ Ուրեմն պետք է այնպես անենք, որ մի փոքր տապակվի, շատ չսևացնենք, ահա սխտորն էլ արդեն լցրել եմ, էլի տապակեցինք, կարող եք շատ առատ լոլիկ լցնել, բայց այսօր իմ տարբերակում ես տոմատի մածուկ կբացեմ մի փոքր ջրով, շատ քիչ, շատ ջուր պետք չէ, թուլացնելու համար մածուկը, եւ արդեն դա կավելացնեմ սոխարածի վրա։ Ահա, տեսեք, ինչպիսի պետք է հեղուկային մասը լինի։ Լոլիկի դեպքում ավելի միգուցե շատ լինի։ Ամեն դեպքում ավելացնում եմ պղպեղ, դուք կարող եք շատ, կարող եք կծու ավելացնել, ես կանաչ պղպեղ մի փոքր այսպես ավելացնում եմ եւ դափնե տերև։ Ավելացնում եմ նաեւ շատ քիչ խնձորի քացախ, կարող եք դուք ուրիշ քացախ լցնել, ինչպես կկամենաք, եւ արդեն ես ունեմ ձկան համար նախատեսված համեմունք, կարող եք ավելացնել չոր օրիգանո, իմ տարբերակում ուրցն է, չոր ուրց եմ ավելացնում, ես շատ եմ սիրում եւ մշտապես պատրաստում եմ ուրցով բոլոր տեսակի ձկները։ Արդեն այս խույսի մեջ դնում եմ ձուկը, երկու կողմից տապակում եմ նորից, լցնում ենք այսպես, որպեսզի լավ հյութը ներծծվի ձկան մեջ, շեշտեցի, չէ, որ ինքը մի քիչ չորություն ունի, յուղային ձուկ չէ։ Եվ արդեն այս հյութը լավ տեղին լցնելուց հետո մի հատ էլ նորից շրջում եմ, արդեն պատրաստ է։ Ավելացնում եմ վերջում մաղադանոս։ Եվ արդեն կափարիչով փակում եմ, պատրաստ է։ Սովորաբար սա դնում են նաև սառնարան, սառեցնում են, կարծես թե պահածոյացվածի տեսակ լինի, ձև պատրաստման, բայց ես չեմ դնում սառնարան։ Դե մենք հիմա պիտի ճաշենք, դրա համար ինքը կհովանա ձուկը, մինչ ես կպատրաստեմ արդեն օրվա համար բրնձով փլավ, միասին շատ լավ կստացվի։ Ձեզ մոտիվացնում եմ, ահա կափարիչով փակեցի, մի 2 րոպե շատ չէ, եփվում է եւ արդեն անջատում եմ։ Զուգահեռ արդեն եփվում է բրինձը, բրինձը հենց այդպես եփում եմ եւ արդեն վրան կարելի ավելացնել այն խյուսը, այն սոուսը, որի մեջ ես տապակեցի թունաձուկը։ Տեսեք, օրվա ուտեստը ինչքան ախորժելի է։ Պատրաստեք եւ ինքներդ կհամոզվեք։ Դե մեզ բարի ախորժակ, ձեզ էլ մի լավ մոտիվացիա, թե ինչպես կարելի է տապակել թունաձուկը, որը շատ հարուստ է սպիտակուցներով։ Ջան, այսօր ճուտոյս պիտի տանեմ։ Տուն մի ճամբար էլի։ Մի երկու պիտի տանեմ այս շաբաթվա մեջ։ Թխածս գաթան է։ Տեսեք ինչ եմ տանում իմ ճուտոյին, ու որ տանում եմ իրան, ասում է, բայ իմ ընտանիքի ինչ ես տանում, համ իր ընտանիքի համարել եմ տանում, որ է կհասնեմ, տեսնեմ ինչ ենք անում, միգուցե այգի գնանք։ Արդեն մեծացել այգի այդքան չի ուզում գնա, ուզում է տուն գնանք, որ կամպյուտերով խաղա, չնայած արգելափակած է, մի կես ժամ երևի ամենաշատը խաղում է, իհարկե հոր ընտրած խաղով, ու արդեն անջատվում է։
3 կտոր եմ տանում, եղբայրը այստեղ չի։ Ժորժան եկանք ամեն դեպքում այգի, լավ էր, տեսա մեր նունուներից մեկին նստեցինք ահագին զրույց արեցինք, հիմա ինքը գնաց, տղես գա թանուտումա, մի քիչ էլ նստենք ու կգնանք տուն, արդեն ժամը 6 եղավ, լավ էր, ահագին ժամանակ անցկացրեցինք։ Gabriel, c'est bon? Oui, le gâteau. Tu aimes gâteau arménien? Oui. Դե ասեք, սա երջանկություն չի, ժողովուրդ ջան, երբ իմ տղեն ինձ համար նվեր ա տալիս, այստեղ գրել ա Ասիա, պատկերացնում եք Արմենիա, լրիվ, ինքը մտածել ա, որ ինձ նվեր ա անելու, ու այսօր այս աշխատանքը ինքը իր դպրոցում արել ա, այդ կենտրոնում ու նվիրել ինձ, բա, Merci Gabriel, c'est gentil, merci, je t'aime. Այնքան շատ ա սիրում Հայաստանը, արդեն ինձ ասում ա, Երանի քեզ հետ մի քանի օրով գամ Հայաստան, ասում եմ մի քիչ կմեծանաս նոր կգաս, ահա արդեն տուն եմ բերել ես թուղթը տեսեք, երջանկություն, որի անունն է Գաբրիել։